Թուրք-ադրբեջանական եւ ընդհանրապես թուրքական աշխարհը մասնավորապես տվյալ դեպքում տարածաշրջան թուրք-ադրբեջանական պետական միավորները, որոնք երկու ժողովուրդ են, երկու պետություն են մի ժողովուրդ, ոնց որ իրանք են հենց ասում, շատ լավ խաղարկվում է։ Դրանք տեսեք, Ադրբեջանը հանդիսանում է եւ ուղղակիորեն գործում է որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից կարելի է ասել, իսկ Թուրքիան իր խոսույթներում հակաիսրայելական բաներ անում մուսուլմանական աշխարհի վրա հենվում եւ այլն, եւ այդ երկուսը իրար հետ փոխ լրացնում են եւ դա համակարգված է, այսինքն ճկուն քաղաքականություն, շատ ճկուն եւ շատ արդյունավետ ի դժբախտություն մեզ, շատ արդյունավետ եւ ինչի դժբախտություն մեզ, որտեղ մենք դրան ոչինչ չենք հակադարձում, չենք հակադարձել եւ չենք հակադարձում։ Հիմա այդ նույն համատեքստում Թուրքիան իր ազդեցությունը էապես մեծացրել է Սիրիայում, ինչպես գիտեք, Սիրիայի այսօրվա իշխանությունները փաստացի թուրքական էլի կրկնում եմ, եթե ոչ վերահսկողության առնվազն համակարգման ներքո են գործում, եւ հիմա սկսվել է Սիրիայի մաքրումը հակաթուրքական տարերից։ Իսկ հակաթուրքական տարերը որպես կանոն այն հենարանն են եղել Սիրիայում, որը ունեցել է Իրանը, այո։ Եվ այստեղ սկսվել է այդ թուրք-իրանական թաքնված ժամանակին, բայց միշտ արկա այդ հակամարտությունը։ Մասնավորապես դա վերաբերվում է ալավիներին, Ասադը ինչպես գիտեք ալավի էր եւ ալավիների փաստացի իշխանություն էր Սիրիայում, որը շատ մոտ էր կանգնած շիա մուսուլմանությանը Իրանի եւ գործընկերներ են, եթե ոչ դաշնակիցներ, եւ հիմա ալավիների այդում ես լուրերը տարբեր են, ես հիմա չպնդեմ, բայց համենայն դեպս լուրերը այնպեսին են, որ գնում է ալավիների ջարդ Սիրիայի այն հատվածներում, որտեղ ալավիները տեղակայված են։ Մյուս խնդիրը քրդական խնդիրն է, թուրքերը Սիրիայի իշխանությունների հետ միասին փորձում են քրդական ներկայությունը վտանգը չեզոքացնել եւ այստեղ նույնպես Իրանին նրանք բան են անում, մատնանշում են ասելով, որ դուք օգնում եք քրդերին եւ մի արեք եւ դա բերել է դիվանագիտական լարվածության, դեսպաններ են կանչել եւ այլն։ Այս բաները, այս ընթացքը զարգացում է ունենալու։ Ինչպես եւ դուք ասեցիք, Իրան եւ թուրքական աշխարհ այդ հակամարտությունը, հակադրությունը, եթե չասենք թշնամակը, դա բնական հիմքեր ունի, որտեղ իրանական աշխարհը հնդ-եվրոպական հենքով, մուսուլմանական իհարկե, բայց հնդ-եվրոպական հենքով ինքը միշտ հակադրվել է թուրքական աշխարհին եւ թուրքական հեգեմոնիային, եւ դա այսօր շարունակվում է։ Եվ այստեղ է, որ մենք Իրանին ունենք որպես բնական դաշնակից, բայց մենք այդ դաշնակցային հնարավորությունները փաստացի չենք օգտագործել եւ չենք օգտագործում։ Եթե հետևենք նրան ինչ որ Թրամփն ասում, նրանք զորքերը այդ տարածաշրջանից հանում են եւ քրդերին թողնում են փաստացի Սիրիայի քրդերին եւ ոչ միայն Սիրիայի, բայց ընդհանուր առմամբ Սիրիայի քրդերին թողում են մենակ բանի Թուրքիայի եւ Սիրիայի այսօրվա իշխանությունների դեմ։ Եվ այդ տեսակետից էլ քրդերի վիճակը շատ բարդանում է եւ Օջալանի մենք դրան անդրադարձել ենք մեր նախորդ ոչը առայն, որ քրդերը պետքա զինաթափվեն եւ Թուրքիայի հետ մտնեն համակեցության բանակցությունների շրջանակ, դա նույնպես լուրջ հարված էր քրդական պայքարին։ Իրանը ենթադրում են, որ որոշակի աջակցություն շարունակում է ցույց տալ, բայց այնուամենայնիվ թուրքական այսօրվա այդ բանը ագրեսիան, այդ թվում քրդական, բավականաչափ հզոր է, առավել ևս ինչպես եւ ասեցինք, Ամերիկայի դուրս գալու համատեքստում։ Այստեղ մոռացանք ասել, որ Թրամփը ասում է, որ ինքը Համենեին, այսինքն հոգևոր առաջնորդին Իրանի նամակ է հղել, գրել, չնայած իրանական կողմը դեսպանությունը համենայն դեպս ՄԱԿ-ում Նյու Յորքում ասել է, որ իրենք որևէ թուղթ չեն ստացել, ես չգիտեմ ինչի է դա տենց, այնուամենայնիվ Թրամփը ասում է, որ նամակ է գրել, որտեղ ինքը առաջարկում է նստել գործարքի, ոնց որ իր սիրած բառն է, նստել իր գործարք կնքել միմյանց հետ եւ հակասությունները փորձել լուծել գործարքի միջոցով, եթե ոչ, եւ հերթական անգամ սպառնում է, եթե ոչ, ապա մեղքը ձեր վիզը, մենք ձեզ բան կանենք, շատ մեծ վնաս կհասցնենք։ Սա է վիճակը տարածաշրջանային եւ այդ տարածաշրջանային վիճակի մեր արձագանքը տեսեք ինչքան խղճուկ է։ ԱՄՆ, Իսրայել
այդ դաշնակցային հարաբերությունները իրենք աներկբա են, աշխարհում ինչ լինի, ինչ չլինի, Թրամփի վարչակարգը Իսրայելի ցանկացած բան նպատակ ոչ միայն արդարացնում է, ոչ միայն պաշտպանում է, այլ նաև ուղիղ ներգրավում է այդ նպատակի իրականացման, գետնի վրա այդ նպատակի իրականացման հարցում։ Այնպես որ Իսրայել ԱՄՆ այդ դաշնակցային այդ առանցքը արկա է եւ Իսրայելի նույնը փաստացի ԱՄՆ-ի թիրախը Իրանն է։ Հիմա Իրանը փաստացի տարածաշրջանում մնացել է մենակ։ Եթե հաշվի առնենք նաև ԱՄՆ Ռուսաստան այսօրվա եւ Իսրայել Ռուսաստան եւ Թուրքիա Ռուսաստան հարաբերությունների ջերմությունը ԱՄՆ-ի դեպքում, իսկ մնացածի դեպքում ռազմավարական առնվազն գործընկերությունը, եթե ոչ դաշնակցությունը Թուրքիայի պարագայում, ապա Իրանը 4 կողմից ոնց որ շրջապատված է հակառակորդներով եւ թշնամիներով։ Ինչ պետք է անի Իրանը։ Իրանը պետք է այո ելքեր փնտրի եւ այդ ելքերի բանում համատեքստում կարևորվում է Եվրոպայի հետ հարաբերությունները, որտեղ Եվրոպան էլ այսօր ճնշման ներքո է ԱՄՆ-ի կողմից, այսինքն Եվրոպա, Ռուսաստան, այս պատերազմի, որտեղ Ուկրաինայի պատերազմը պրոքսի պատերազմ է, որտեղ մյուս կողմը սկզբից արևմուտքները հավաքական, այսօր արդեն արևմուտքից դուրս է եկել ԱՄՆ-ն, մնացել է Եվրամիությունը եւ Եվրամիության եւ Ռուսաստանի այս պատերազմական գործողությունների համատեքստում Եվրոպան նույնպես փնտրում է նոր իր համար գործընկերներ, ռազմավարական գործընկերներ, իր նոր առանցքները ձևավորելու իմաստով եւ այստեղ Իրանը կարող է գործընկեր դառնա եւ առանձին պայմանավորվածություններ ունենան Եվրամիության հետ ԱՄՆ-ից դուրս, այստեղ Հնդկաստանն է, որ արդեն այդ պայմանավորվածությունների շրջանակում զարգացումներ կան, այստեղ Չինաստանն է եւ այս ամեն ինչը պետք է հակադարձ իմաստով, հակադարձ վեկտորի իմաստով բան լինի, փորձի հակակշռել այն քաղաքականությունը, նորից զավեշտալի ասել, որը վարում է ԱՄՆ-ն, հակաեվրոպական։ Ես ուզում եմ հիշեցնել մի հատ պարզ բան, ինքը խոսքը Թրամփը հետաքրքիր ձևաչափ ունի իր հանրային դրսևորումների ժամանակ։ Ինքը խոսում, հետո ոնց որ թե ոգևորվում է, մեկ էլ ինչ-որ մի բան ասում է, որը հետո փոշմանում է երևի, որ ասել է, բայց արդեն ասում է։ Իսկ երբ որ ասում է, սկսում է դա շարունակել։ Թրամփը մի անգամ վերջի մի շաբաթվա ընթացքում հերթական իր խոսքի մեջ ասեց, որ Եվրամիությունը ձևավորվել է ի հակադրություն ԱՄՆ-ի։ Եվրամիությունը ձևավորվել է, այսինքն դա ցույց է տալիս իր իրական վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ։ Նա Եվրամիությանը որպես այդպեսին չի դիտարկում, որպես իր գործընկեր առավելևս դաշնակից, այլ դիտարկում է, որպես իրեն ձևավորված հակառակ ուժ։ Եվ իր վերաբերմունքը այդ տեսակետից մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունները ի տարբերություն Եվրամիության հետ հարաբերությունների, ել չեմ խոսում Ուկրաինայի մասին, շատ ակնառու է եւ տեսանելի է, այնպես որ այդ առանցքները, եթե Եվրամիությունը ստեղ մի հատ կարևոր խնդիր կա, եթե Եվրամիությունը կարողանա միաբանվել, որտեղ Եվրամիությունը արկա է, բայց ինքը հեղուկ ընդհանուր առմամբ ներքին բովանդակություն ունի։ Եթե նա կարողանա ավելի կոշտանալ ներսում, կարողանա ավելի միաբանված լինել, նպատակները ավելի հստակ լինեն եւ եվրոպական լինեն, ոչ թե գլոբալիստական, ապա Եվրամիությունը կկարողանա դառնալ աշխարհքաղաքական լուրջ կենտրոն, ուժային լուրջ կենտրոն։ Այսօր Եվրամիությունը այդպեսին չի։ Եվ որևէ առանձին վերցրած եվրոպական երկիր այդպեսին չի։ Եվ դրա հետևանքը այն գլոբալիզմի, այն լիբերալ ծայրահեղականության, որ Եվրոպան տիրել է տասնամյակներ շարունակ։ Եվրոպան էապես թուլացել է, էապես հեղուկ է դարձել։ Հիմա այդ գործընթացներն են գնում, որը տեսնենք որ կհասնի։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանը մենք բազմաթիվ անգամ եւ ոչ միայն մենք դրան անդրադարձել ենք, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությունը, ճակերտներում քաղաքականություն բառնել, արտաքին քաղաքականությունը, որը վարում է, դա Հայաստանի հետ կապ չունի, դա կապ ունի իշխանական համակարգի հետ։ Հայաստանի հետ այնքանով է դա առնչվում, որ Հայաստանի վիճակը օր-օրի վատանում է եւ վատանալու է, որովհետեւ կրկնվեմ, Նիկոլ Փաշինյանի եւ գործող համակարգի եւ գործող վարչակարգի նպատակը հայկական հարցի փակումն է, որը ամենահակահայկական դրսևորումն է հնարավոր հայկական պետականության եւ հայկական պետության
վախճանն է։ Սա է նպատակը, եւ սա է իրականացում։ Այդ համատեքստում ինչ վտանգներ, ինչ բան։ Ես էշ ով ուզում լինի փալանը այդ սկզբունքով։ Մենք բոլորին կսպասարկենք, որոնք այդ իմ ասած հակահայկականությունը կպաշտպանեն Հայաստան կոչվող երկրում եւ կերաշխավորեն մեր հետագա իշխանությունը։ Սա է խնդիրը, իշխանական համակարգը ֆլուգերային իր մոտեցումներ ցանկացածին, դա լինի թուրքը, դա լինի ռուսը, դա լինի ռուսը թուրքի հետ, դա լինի ռուսը թուրքը հրեան, դա լինի արևմուտքը Եվրոպան, դա լինի ով ուզում լինի Իրանը, ով ուզում լինի։ Մենք պատրաստ ենք ձեզ սպասարկել, եթե մեր հիմնական երկու խնդիրները լուծվում են։ Խնդիր առաջին, հայկականության ավարտը տարածաշրջանում, այսինքն հայկական հարցի փակումը, խնդիր երկրորդ, մեր իշխանության հարատևումը։ Եվ այդ լույսի տակ, երբ որ նայում ես, թե Նիկոլ Փաշինյանը կամ մնացած է իշխանական համակարգից, ինչ են անում, այդ տրամաբանության ներքո ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այն մոտեցումը, որը արտահայտում է Նիկոլ Փաշինյանը կապված, որ մենք պետքա բոլոր հայցերը Ադրբեջանի հետ առնչվող հանենք միջազգային բոլոր ատյաններից եւ այդ հայցեր իհարկե նա ասում է դա պետքա փոխադարձ լինի, ինչքանով դա փոխադարձ կլինի, ես չգիտեմ, ամենայն դեպս մեր հայցերը պետքա մենք հանենք, իսկ մեր հայցերը հիմնականում վերաբերվում են հենց այն խնդիրներին, հիմնախնդիրներին, ինչ որ դուք ասացիք, դա ցեղասպան գործողություններն էր, դա էթնիկ զտումներն էր, դա վայրագություններ էր, մարդկայնության դեմ հանցագործություններն էր եւ այլն, այսինքն այդ ամեն ինչի համատեքստում Եղիշեկ Կիրակոսյանը ներկայացնում էր Հայաստանը։ Հիմա ես անկեղծ ասած մասնագիտորեն չեմ կարող ասել լավ էր ներկայացնում, թե վատ էր ներկայացնում, բայց ներկայացնում էր եւ հետամուտ էր լինում։ Ամենայն դեպս տպավորություն էր, որ ինքը ծառայում էր պետական շահերին։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը դա հանում է, այդ անձը կամ պետքա շարունակի ծառայել այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանին եւ իր նպատակին, կամ պետքա հրաժարական տա դուրս գա, ամենայն դեպս տպավորությունը նորից նա է, որ երկրորդ նա կատարվել։ Ես անկեղծ ասած արմատական մոտեցումների կողմնակից եմ, որովհետև այս իրավիճակներում արմատական պետք է լինի ամեն ինչ, որտեղ մենք խորը խնդիրների մարտահրավերների, կործանարար մարտահրավերների դիմաց են կանգնած եւ արմատական պետք է լինեն բոլոր մոտեցումները։ Ես շատ կուզենայի, որ Եղիշեկ Կիրակոսյանը իր դիրքորոշումը, թե ինչի այնքան հրաժարական տվել, հանրայնորեն ասեր եւ ճշգրիտ ասել, ոչ թե ասել, որ շնորհակալ եմ, ոնց որ եւ ասում են, շատ շնորհակալ եմ, հիմա էլ գնացի ուրիշ տեղ եմ աշխատում, չէ։ Ոչ։ Եթե դու ծառայում ես պետությանը եւ պետության մեջ պետական առաջնային գործիչները գործում են պետության դեմ, դու էլ դրա հետ համաձայն ես եւ դուրս ես գալի, հանրայնորեն արմատական քո դիրքորոշումը հայտնի։